Կտրուկ վատ թրացել է Բաքվի բանտում գտնվող Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակն ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ դա տեղի է ունեցել նախորդ գիշեր առաջին օգնությունը ցուցաբերել են բանտի բժիշկները, սակայն մեջբերում ինտենսիվ թերապևտիկ եւ վերակենդանացման գործողությունները որևէ դրական դինամիկայի չեն հանգեցրել։ Ադրբեջանի արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը շարունակում է գնահատվել ծանր, նա գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։ Ադրբեջանի նախագահը կրկին ժամանել է Ստեփանակերտ, այս մասին հաղորդում է ապագործակալությունը, լրատվամիջոցի տեղեկություններով Ալիևը մասնակցել է Ղարաբաղի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետի բացմանն, ինչպես նաև նույն բուհի ինժեներական բաժնի հիմնարկեքի արարողությանը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ Ալիևը հանդիպել է նաև Ստեփանակերտի մերձակայքում գտնվող Կրկժան բնակավայր տեղափոխված ադրբեջանցի վերաբնակիչների հետ։ Վրաստանի գլխավոր դատախազությունն այսօր հայտնել է երկրի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոր Լիլուաշվիլիի ձերբակալության մասին։ Նրան առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել։ Վրաստանում գործունեություն ծավալած թուրք ներդրողներից մեկից Լիլուաշվիլին $1 միլիոն կաշառք է ստացել։ Վրաստանի քաղաքացի հանդիսացող գործարարներից մեկից էլ Լիլուաշվիլին եւս $1 միլիոն կաշառք է ստացել անօրինական հեռախոսային սպասարկման կենտրոնների գոյությունը թաքցնելու համար, նշված է Վրաստանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։ Call center-ებს, რომელსაც მართავდა საგამოძიებო უწყების ცნობით Մեկ օր տևած բախումներից հետո Հալեպում հրադադար է հաստատվել կառավարական զորքերի եւ քաղաքի քրդաբնակ Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիե թաղամասերը վերահսկող սիրիական դեմոկրատական ուժերի միջև բախումների հետևանքով երկու խաղաղ բնակիչ զոհվել է, եւս մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Փողոցային մարտերը սկիզբ էին առել Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հայտարարություններից ժամեր անց։ Թուրքական դիվանագիտության ղեկավարը պնդել էր, որ քրդական ջոկատները միավորող Սիրիայի դեմոկրատական ուժեր կառույցը չի կատարում գարնանը ձեռք բերված պայմանավորվածությունը։ Դրանց համաձայն քրդական ջոկատները պետք է մինչև տարեվերջ ինտեգրվեին կառավարական զորքերի կազմում։ Իսրայելը երբեք չի լքի Գազան, այսօր հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Մենք գտնվում ենք Գազայի հատվածի խորքում եւ մենք չենք լքի Գազան։ Մենք այնտեղ ենք պաշտպանության եւ 2023-ի հոկտեմբերի 7-ի իրադարձությունների կրկնությունը կանխելու համար։ Աստծո օգնությամբ մենք Գազայի հյուսիսում մի ռազմաբազա կառուցենք, որ նաեւ քաղաքացիական գործառույթներ կունենա, դա նման չի լինի թշնամական շրջապատում գտնվող մյուս բնակավայրերին։ Մենք այս նախագիծը իրականացնելու ենք ճիշտ պահին, ճիշտ ձևով, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը։